Շարունակում ենք խոսել հանրային տրանսպորտի խնդիրների մասին, ուղևորցի հավաքագրման, վարորդների ծանրաբեռնվածության եւ ուղևորների հետ կոնֆլիկտների համատեքստում։ Քաղաքապետարանը փորձում է կարգապահություն մտցնել վարորդը նաեւ հսկիչե մոդելով, սակայն իրականում այս մոդելը առաջացնում է նոր հարցեր անվտանգության եւ արդյունավետության տեսանկյունից։ Ինչ է կատարվում համակարգում եւ արդյոք ընտրված ճանապարհը ճիշտ է։ Այս մասին զրուցում ենք Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Նախորդին մեր հյուրը Երևան ավտոբուս ընկերության տնօրենն էր եւ հարցին թե ինչու են քաղաքացիները հրաժարվում վճարել ուղևորցը, մեր հյուրը պատասխան չուներ։ Դուք կարող եք ասել կամ ունեք պատասխան։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, իհարկե ունեմ, որովհետեւ մեր քաղաքացիներն էլ բոլորն էլ հասկանում են, որ 150 դրամը, որը որ այսօրվա սակագինն է, թանկ է այն ծառայության համար, որը որ մատուցում է Երևանի քաղաքապետարանը, մենք մեր թիմը, ես անձնապես շատ ենք երթևեկում ավտոբուսներով գնում, տեսնում թե ինչ է կատարում իրականում եւ եթե արդեն նաեւ ոչ պիկ ժամերին, բայց հիմնականում եթե պիկ ժամերին օրինակ փորձեք ինչ որ կանգառից մտնել ավտոբուս, ապա տեղ չկա, մարդիկ ուղղակի չեն կարողանում մտնել ավտոբուս։ Հետո էլ խոսում են ինչ որ վճարումներից, որ մարդիկ չեն վճարում։ Իրանք ֆիզիկապես ուղղակի հնարավորություն չունեն նույնիսկ հասնել վալիդատորներին, հա, որպեսի վճարեն։ Սկսենք այդտեղից այդ ամենապարզ տարբերակով էլի ասեմ։ Հիմա երբ որ նաև մի քիչ էլ խորանում ենք, հասկանում ենք, որ եւ չվացուցակների հետ կա խնդիրներ, եւ ավտոբուսների քանակի կանգառների հետ կա խնդիրներ, կա ավտոբուսների քանակի հետ խնդիրներ, որովհետեւ երբ որ նաև ԿՊ ավականիները, հա, իրանց տեղից այսպես ակտիվ խոսում են, որ բա այն նախկինների ժամանակ գազելների տերերը, հա, գծատերերը միլիոններ էին աշխատում, ես հարց եմ ուղղում ուղղակի, նրանց չեմ պատասխանում, ասում, բա որ նրանք միլիոններ էին աշխատում։ Այդ քաղաքապետարանն էլ այդքան ավտոբուս է բերել ու ավտոբուսի ինքնարժեքը, հա, տեղափոխման ինքնարժեքը մեկ մարդու համար պետք է ավելի ցածր լինի։ Այդ միլիոնները բա ուր են գնում այդ դեպքում, եթե նրանք աշխատում էին, դուք ի՞նչ եք կարող աշխատեք, կամ չեք կարողանում կառավարեք, կամ այդ փողերը ուտում եք։ Մեր քաղաքացիներն էլ այդ ամենը տեսնում են, հասկանում են եւ բոյկոտում են, չեն վճարում, որովհետեւ նրանք էլ համարում են, որ իրենց չի տրվում այն ծառայությունը, ինչ որ արժի վճարել դրա համար։ Օրինակ հնչում է տեսակետ, թե դուք ավականու անդիմադիր թևը ուղղորդում է հասարակությանը, որ դրանք չվճարեն։ Արդյոք սա ուղղորդավորված ակցիա է, թե բնակիչները պարզապես ինքնաբուխ չեն վճարում իրենց մատուցած ծառայության դիմաց։ Ուրեմն 2025 թվականի սկզբին Մայր Հայաստան խմբակցությունը բոյկոտի ակցիա իրականացրեց, մենք էլ մեր քաղաքացիների հետ բոյկոտում էինք, չէինք վճարում եւ հորդորում էինք, այո, որ չվճարել, որովհետեւ դա մեր ժողովրդի, մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքն է, երբ որ նրանց փորձում են խաբել, նրանց փորձում են, հա, այդ ծառայությունը թանկացնել անհիմն, առանց ինչ որ հիմնավորումների։ Այդ ժամանակ նաեւ քաղաքացիներ կային, որ այո, մեր հորդորով էին բոյկոտում, բայց հիմա արդեն մենք տեսնում ենք ու արդեն տևական ժամանակ է մենք տեսնում ենք, որ քաղաքացիները ինքնաբուխ են այդ բոյկոտը իրականացնում, ինքնաբուխ իրենց կամքով չեն վճարում ու սա ես ձեզ ասեմ, սա չարամտորեն չվճարել չի, այսինքն մարդիկ հատուկ, հա, ինչ որ վնաս տալու համար չեն վճարում, այլ մարդիկ չեն վճարում, որովհետև չեն ստանում համապատասխան ծառայությունը եւ նրանք էլ դա հասկանալով ուղղակի չեն վճարում, երբ որ տեսնում են, որ նույն ավտոբուսները, հա, երբ որ ասում են մենք բարեփոխել ենք ավտոբուսները, բայց այդ նույն ավտոբուսները մնում են խցանումների մեջ, այդ նույն ավտոբուսներում տեղ չկա, մի կին, հա, լավ ասեց, ասում է այն ժամանակ կռացած էին գրկում, հիմա կանգնած են խալխի տղամարդկանց գրկում, կներեք այս բառիս համար, հա, մեջ բերեցի։ Հիմա այդ տրամաբանությունը իրանց մոտ մնացել է, իրանց թվում է թե մի քանի հատ ավտոբուս ուղակի առնելով, վարկով իդեպ առնելով, իրենց թվում է թե տրանսպորտի հարցը լուծվում է, ոչ, այդ հարցը չի լուծվել։ Տրանսպորտի բարեփոխումը առաջինը պետք է ռադիկալ տարբերակով փորձել այդ հարցը լուծել։ Տեսեք, 16 թվականին կարծեմ, ուրեմն WYG կազմակերպությանը վճարել են ինչքան հիշում եմ $1 միլիոն կամ $1 միլիոն եվրո, որպեսզի գծի Երևան քաղաքի տրանսպորտային ցանցը։ Այսինքն ասի թե որ ավտոբուսը որտեղից ուր պետք է գնա, ինչ ավտոբուս պետք է լինի, հա, 18 մետրանոց, 12 մետրանոց եւ այլ, թե գազելներ, միկրոավտոբուսներ պետք է լինեն,
ու այդ ծրագրով պետքա շարունակեն շարժվել, հա, դրանով, այսինքն արդեն քաղաքապետարանը վճարելա, դրանով ուղղորդվելով պետք է գծեն տրանսպորտային ցանց։ Իրենց հիմիկվա կամ մի քանի տարի եթե նայում ենք, հա, իրանց փորձում ենք հասկանալ իրանց ծրագրերը, թե տրանսպորտի հետ կապված ինչ են ուզում անել, տարբերվում է միանշանակ դրանից մեկ, այսինքն ստացվում է, որ այդ գումարը քաղաքապետարանը վճարելա անիմաստ, աննպատակ, չեն ուզում իրենք դա օգտագործեն մեկ, ու երկրորդը նաև այդտեղից շատ մի հատ հետաքրքիր փաստ էլ ասեմ, գնի հետ կապված, թե դա էլ է ազդում, հա, չվճարելու վրա։ Տեսեք, հայտարարում են, որ վերգետնյա տրանսպորտից, ավտոբուսից ու տրոլեյբուսից օգտվում են մոտ 550,000 մարդ օրը, 80,000 մարդ օգտվում է մետրոյից, այսինքն 630,000 մարդ միջնացված տարբերակով իհարկե, 630,000 մարդ օրեկան օգտվում է տրանսպորտից։ Եթե մենք դա բազմապատկում ենք 365-ով ու բազմապատկում ենք 100-ով, մեր հարուստադիտողներն էլ դա կարող են անել, ստացվում է մոտ 22.9 միլիարդ, հա, 23 միլիարդ դրամ։ Ու ավականուն իստի ժամանակ ես Տիգրան Ավինյանին ուղիղ հարց եմ տվել, ասել եմ, ինչքան է կազմում ծախսը։ Տիգրան Ավինյանը ուղիղ պատասխանել է 1 միլիարդ 800 միլիոն դրամ ամսական։ Ստացվում է 21.6 միլիարդ ծախսն է, բայց կարող ենք հավաքագրել 23 միլիարդ դրամ, այսինքն դեռ կարող ենք մի քիչ ավել գումար հավաքագրել, բայց քանի որ իրենք կառավարման խնդիր ունեն, իրանք դա ոչ կարողանում են հաշվել, ոչ մատուցել։ Մենք էլ իդեպ էդ էլ նշեմ, որ Մայր Հայաստանն էլ առաջարկել է, որ մաքսիմում 100 դրամ լինի սակագինը, այդպիսի նախագիծ ենք ներկայացրել Երևան քաղաքի օրակարգ, այդ նիստից էլ ՔՊ-ն իշխանական ավականիները, հա, Տիգրան Ավինյանի գլխավորությամբ փախել են այդ նիստից, չեն մնացել նիստին, որտեղ արգումենտ չունեին մեր ասածին ի հակառակ, եւ 100 դրամի դեպքում շատ հանգիստ կարելի է այդ ամբողջ գումարները հավաքագրել եւ նաեւ այսինքն առանց թանկացումների հնարավոր է բարեկարգել թանկացումների հնարավոր է վիճակը։ Տեսեք, վարորդը նաեւ հսկիչ է։ Այս մոդելը որքանով է ընդունելի եւ անվտանգ, երբ վարորդը միաժամանակ վերահսկում է ուղևորների վճարումները, մեքենան վարում է եւ նաեւ վերահսկում է ուղևորապարծի վճարման կարգը։ Որքանով է ընդունելի նախ։ Սա ընդհանրապես ընդունելի չի, ինչու՞։ Որովհետեւ առաջինը ձեր հյուրն էլ, հա, անցած հաղորդման նշեց, որ վարորդը պարտավոր է դա իրականացնել։ Նա պայմանագրում ֆիքսված է կետը։ Պայմանագրում կետ չկա ֆիքսված, որով վարորդը պարտավոր է ստիպել, համոզել, չգիտեմ, ավտոբուսը չքշել, եթե քաղաքացին չի վճարում։ Դա վարորդի պարտականությունների մեջ չի մտնում։ Պայմանագրի այն կետը, որը որ նշված է եւ որ ինչքան գիտեմ, նույնիսկ այս վերջերս են իրանք ավելացրել, այնտեղ այնպես է նշված, որ վարորդը կոպիտ ասած պետք է հորդորի, որպեսի քաղաքացին վճարի, բայց նա իրավունք չունի ստիպելու քաղաքացուն վճարի։ Նա ընդհանրապես կարող է ասել կվճարեք, արդեն թող քաղաքացին որոշի կվճարի թե չէ։ Այդ դեպքում, եթե վարորդը դա պետք է անի, հարց է առաջանում, հսկիչները այդ դեպքում ինչի համար են։ Կամ այդքան հսկիչ են ընդունել գործի, ավել գումար են տալիս, այսինքն ստացվում է այդ ավել հավաքագրված գումարը, որ իրանք պատկերացնում են, որ ավել պետք է լինի, պետք է տան հսկիչներին, որ հսկիչները ստուգեն ով է վճարել, ով չի վճարել։ Այսինքն այն գումարը, որը նախատեսված էր ավել հավաքագրել, որպեսի բարեփոխել, դա բարեփոխվանը չի ուղղվում։ Այո։ Եվ նաև իդեպ ավելացնեմ այս թեմայով, այսօր մեր քաղաքացիներից ահազանգ ստացանք, որ ավտոբուսներում ինչ որ քննչական կոմիտեի աշխատողներ են, մոտ 37 քննիչ ասեցին, հա, ինչ որ կողքի խոսակցություններ լսել, որ այդ քննիչները ապօրինի քաղաքացիներին հորդորում են կամ ստիպում են, որպեսզի նրանք վճարեն, որի իրավունքը նրանք չունեն։ Ես նորից տեղեկացնում եմ մեր քաղաքացիներին նաև, որ եթե հանկարծ կհանդիպեք այդպիսի մարդկանց, դուք իրենց էլ ասեք, որ դա իրավունք չունեն նրանք անելու, օրենքով այդպիսի կետ նախատեսված չէ, դա իրենց պարտավորությունները չի, ուղղակի քանի որ նրանք վախեցած են, հետևաբար արդեն դիմում են բացի հսկիչներից, նաև ինչ որ այլ ինչ որ քննչական կոմիտեի աշխատակիցներ են ներգրավում այդ process-ի մեջ, որոնք նաև հսկիչ են։ Որոնք նաև հսկիչ են եւ նաև ես ենթադրում եմ, որոնք կարող են նաև սադրել, որպեսի վեճեր առաջանա ավտոբուսներում։ Տեսեք, այ վերջին օրերին արդեն արձանագրվել են միջադեպեր ընդհանուր վարորդի վրա հարձակում։ Սա արդյոք ուղիղ հետևանք չէ այս մոդելի, ոչ օպտիմալ կառավարման։ Դուք ճիշտ եք, միանշանակ հետևանք է, ինչու, որովհետև տեսեք, երբ որ Տիգրան Ավինյանը այդպես խրոխտ ձևով հայտարարում է, որ մենք վարորդների հավելավճարը չենք վճարի, եթե նրանք չզբաղվեն հավաքագրումով կամ չստիպեն, որ մարդիկ հավաքագրեն, սա ուղիղ շանտաժ է։
Ենթադրվում է, որ այդ ԿՊ կուսակցության մոտ դա իրենց աշխատելավոճն է, հա, մեկը շանտաժ անում պատերազմով, մյուսը շանտաժ անում, որ ձեր հավելավճարները չենք վճարի, բայց խնդիրը իրականում ավելի պարզ է, այստեղ սադրում է ուղակի քաղաքապետը, քաղաքացիներին սադրում է, որպեսզի իրար մեջ վիճաբանություն առաջանա, դրանից հետո նաև այդ վիճաբանության մեջ ներգրավում է ավտոբուսի վարորդը, որ իրավունք չունի ընդհանրապես այդ վիճաբանության մեջ ոչ մտնի, ոչ ներգրավված լինի եւ ոչ էլ ուղևորը պետք է հնարավորություն ունենա, հա, այսպես ասած, վարորդի հետ փորձի վիճաբանության մեջ մտնի։ Այսինքն վարորդների վրա դրվում է մի պարտականություն, գործառույթ, որ չի համապատասխանում իր հիմնական գործառույթին։ Այսինքն լրացուցիչ պարտավորություն է դրվում, որը կարող է նաև շեղել իրեն հիմնական աշխատանքից, որը կարող է հանգեցնել վթարների, կոնֆլիկտների, ինչին ականատես եղանք բոլորովին վերջերս միջադեպ եղավ, վարորդին ծեծեցին։ Այո, դուք միանշանակ ճիշտ եք ու հենց այդ ամեն ինչն էլ բերում է դրան, էլի հասկանում եք, երբ որ Տիգրան Ավինյանը ինքը հայտարարում է, որ վարորդները պետք է այդ գործառույթը իրականացնեն, որը օրենքով նախատեսված չի, իրենք չպետք է այդ գործառույթը իրականացնեն։ Վարորդ, տեսեք, ախր խնդիրը նաև գալիս անդեից, որ վարորդները իրենք ժամանակային առումով բավականին երկար են աշխատում ու հոգնում են, ու այդ հոգնածության հետ մեկտեղ արդեն ստացվում է, որ վթարի ենթարկվելու ռիսկը մեծանում է։ Մի հատ էլ վարորդը բացի վարելուց կոնֆլիկտի մեջ մտնի, մտածի են մեկը վճարեց, չվճարեց, գնանք հանդիպենք, կանգնացնեմ, ասեմ վճարեք կամ մի վճարեք, այսինքն տանեն կոնֆլիկտի, դա արդեն վարորդի համար բավականին բարձրացնում է վթարի ռիսկայնությունը։ Այդ իսկ պատճառով էլ մենք շատ ենք տեսնում, օրինակ համացանցում վիդեոներ, որ ավտոբուսի պատճառով ինչ որ վթարներ են տեղի ունեցել եւ այլն եւ այլն։ Տեսեք, վարորդը նաեւ հսկիչ է մոդելը միգուցե արդյունավետ է ֆինանսական տեսանկյունից, որովհետեւ քաղաքապետը գործակարգավարական նիստում կարծեմ, եթե չեմ սխալվում, նշեց, որ վերջին շրջանում այս մոտեցումից հետո, այս մոդելի ներդրումից հետո 15-30% ավելացել է հավաքագրումը։ Այսինքն արդյունավետ է արդյոք այդ մոդելը ֆինանսական առումով։ Ոչ, ինչու, որովհետև տեսեք, Տիգրան Ավինյանն այդ հայտարարությունից հետո շատ քաղաքացիներ իրանք ինչ որ ժամանակ բոյկոտում են, ինչ որ ժամանակ վճարում են, հենց տեսնում են իրավիճակը լարվում է, սկսում են վճարել, հենց իրավիճակը թուլանում է, սկսում են չվճարել։ Բայց իրականում, երբ որ մենք ուսումնասիրում ենք, թե այդ վճարումները ինչի հետևանքով շատացան, վճարումները շատացան, որովհետև այսպես ասած դրա մասին սկսեցին շատերը խոսալ, քաղաքացիներ կան վախեցան կոնֆլիկտի գնալ վարորդների հետ, վարորդներ կան, որոնք ձեզ ասեմ, երևի համացանցում կա կամ չկա, բայց ուղիղ կոնֆլիկտի են գնում քաղաքացիների հետ եւ հատուկ կան մարդիկ նաեւ քննիչներ, կան դե հնչել են նաեւ կոչեր, երբ ասում են այն ուղևորները, որոնք չեն վճարում, նրանց պետք է պախարակել։ Ամենաբարձր մակարդակով հնչել է նման ուղերձ։ Ես սենց ասեմ էլի, հա, որպեսզի ճիշտ լինի իմ իմացած ինֆորմացիայով եւ իմ կարծիքով Տիգրան Ավինյանը կամ քաղաքապետարանը իրենք հատուկ սադրիչներ են ներդնում ավտոբուսների մեջ, իրենց աշխատողներից կլինեն, չգիտեմ, քաղաքապետարանի աշխատողներից կլինեն, այդ քննիչներից կլինեն եւ այլն, որպեսզի իրանք հատուկ սադրեն, օրինակ եթե 5 հոգի մարդ լինի, ով չի վճարել, այդ մարդկանց փորձեն նեղացնել, վիրավորել եւ այլն ու մենք այդ ամեն ինչ իրականում արձանագրում ենք, բարձրաձայնում ենք, բայց ինչ էլ ուզում է անեն իրականում, քանի որ իրանք այս այս բարեփոխումը տապալել են ամբողջությամբ, իրանք չեն կարողանալու դրա դեմը առնել, միջև այն պահը, երբ որ ռեալ բարեփոխում չլինի, ու մենք առաջարկել ենք նույնիսկ, ձեզ ասեմ, առաջարկել ենք, որ եթե սա բարեփոխում է ռեֆորմ է, ապա բարեփոխումը արեք, ավարտեք, վերջացրեք։ Նոր արդեն սակագնի մասին խոսենք ու կորոշենք, պետք է արդյոք բարձրացնել, թե չէ։ Իրանք միջև այսօր, ես ձեզ վստահեցնում եմ, հստակ ու կոնկրետ թիվ չունեն, թե ինչքան է ուղևորափոխադրումը։ Չունեն այդ թիվը, ես ձեզ վստահեցնում եմ։ Այսինքն իրանք այսօր ռեալ ոչ ինքնարժեք են կարողանում հաշվել, ոչ կարողանում են հաշվել, թե ինչքան գումար է պետք ընդհանրապես այդ ավտոբուսի պարկը նորմալ պահելու համար, այդքան փչացած ավտոբուսներ կան ու իդեպ փչացած այդ ավտոբուսներից խոսելուց տեսեք, խնդիրը մեծ հաշվով ստեղ պարզել է, Չինաստանից ավտոբուսները երբ որ գալիս են, երբ որ այդ ավտոբուսները ինչ որ քանակ, ինչ որ ժամանակ, հա, օգտագործվում են, ինչ որ կիլոմետր շահագործվում են, իրանց օրինակ շարժիչի հետ կապված խնդիրներ են ելնում։
Հիմա երբ որ մենք ուսումնասիրում ենք այդ խնդիրները ինչի են բերում եւ այլն, շարժիչը օրինակ պետքա փոխվի կամ ինչ որ մի հատ մաս պետքա փոխվի, որը Հայաստանի Հանրապետությունում չկա, պետքա Չինաստանից գա։ Այդ ավտոբուսը կարող է 15 օր, 20 օր, մի ամիս կանգնի ու չշահգործվի։ Այսինքն իրանք այսքանից հետո նույնիսկ չունեն ինչ որ մի հատ ցանկ, որ այս ավտոբուսների օրինակ SSSS դետալները հաճախակի են փչանում, բերենք պահեստավորենք, որ փչանա 1 օրում սարքենք, միանգամից մտնեն երթուղի ավտոբուսները։ Իրանք նույնիսկ դա չեն կարողանում ճիշտ կազմակերպել։ Իսկ այդ պահեստամասերի հետ կապված մենք գնացել էինք ավտոբուս ՓՊՕ ու այնտեղ բավականին շատ կոռուպցիոն ինչ որ սխեմաներ կար եւ այլն, որից կարծում եմ այսօրվա խոսալու թեմա չի, բայց իրականում բավականին լուրջ կոռուպցիա կար հենց ավտոբուս ՓՊՕ-ում այդ պահեստամասերի հետ կապված, որը մենք նույնպես բարձրաձայնել ենք։ Հնարավոր է ամբողջությամբ այս հարցը լուծել ավտոմատացված կերպով, որ ոչ վարորդը խառնվի, ոչ հսկիչներ լինեն։ Այո, միանշանակ հնարավոր է, բայց ժամանակ է չի արվում, եթե հնարավոր է։ Ժամանակ է պահանջում դա մեկ, երկրորդը կամք է պահանջում, եւ երկրորդը պահանջում է այնպիսի իշխանություն, ում ժողովուրդը կհավատա, եւ իշխանությունը, քաղաքապետը, քաղաքային, չգիտեմ, ավականին մարդկանց կարողանան բացատրել, որ գիտեք ինչ կա, հարգելի քաղաքացիներ, այ ճիշտ տարբերակը այս ճանապարհով գնալն է, մենք այո չենք թանկացնում, պահում ենք 100 դրամ, բայց դες տալիս ենք ավելի լավ ծառայություն, մատուցում ենք ավելի լավ ծառայություն ու շատ մի հատ նյուանս էլ, հա, այսպես ասեմ, եթե մենք հնարավորություն ունենանք ամբողջովին բարեփոխել քաղաքային տրանսպորտը, ապա այդ ժամանակ ավելի շատ մարդ կօգտվի քաղաքային տրանսպորտից, եթե իմանա, որ իր սեփական մեքենայով քաղաքը կբեռնաթափվի, նաև կբեռնաթափվի ու եթե մարդ իմանա, որ ավտոբուսով ավելի արագ է հասնելու իր գործին, քան թե իր մեքենայով, կգնա ավտոբուսով։ Ավտոբուսով գնալու դեպքում արդեն կշատանան ավտոբուսից օգտվողների մարդիկ, հետևաբար վճարումները կշատանան եւ վճարումների ավելանալու դեպքում էլ հետևաբար կավելանա արդեն բյուջեն, որով պետք է որ բարեփոխել եւ սպասարկել ավտոբուսները։ Հիմա այս ծրագրերի ոչ արդյունավետ կառավարման պատասխանատվությունը ում վրա է, ով է պատասխանատու եւ ով պետք է կրի քաղաքական պատասխանատվություն, այսպես ասենք։ Քաղաքական պատասխանատվություն պետք է կրի առաջինը Նիկոլ Փաշինյանը, երկրորդը Տիգրան Ավինյանը եւ երրորդը Սուրեն Գրիգորյանը, որը այսպես ասած համարվում է տրանսպորտի թանկացման քավորը ու տրանսպորտը թանկացրեց, հետո տենց իր պաշտոնից ոնց հասկացանք դուրս եկավ ինչ որ սկսեց ուրիշ պաշտոն զբաղեցնել, այսինքն այն լիազորությունները, որ դրված էր իր վրա, փոխվեց մեկ էլ այլ ինչ որ լիազորություններ, բայց միանշանակ քաղաքական պատասխանատվությունը այս չարեփոխման դա քաղաքացիական պայմանագիր կուսակցության վրա է։ Քաղաքացիները չեն։ Իհարկե քաղաքացիները չեն, քաղաքացիները չեն կարող ուղղակի մեղավոր լինել նրանում, որ նրանք չեն ուզում ավելի թանկ վճարել, քան պետք է վճարեն։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հետ։ Ցտեսություն։